մեր նախընտրական քարոզարշավը հետևյալի մասին է։ Հայաստանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ի վերջո հասել են մի որոշակի հանգրվանի։ Եվ շատ կարևոր է, որ մենք հանգրվանը իրապես գնահատենք։ Ինչի մասին է խոսքը։ Խոսքը հետևյալի մասին է, որ մեր կյանքի անորոշությունները մենք հասցնենք նվազագույնի։ Անորոշությունները նվազեցնելու համար մենք ի վերջո հաղթահարել ենք կոնֆլիկտի թակարդը։ Մենք դուրս ենք եկել կոնֆլիկտի թակարդից։ Եվ մենք այսօր տնավորվում ենք Հայաստանի Հանրապետությունում։ Հայաստանի ժողովուրդը ի վերջո հաղթահարում է պանդուխտի գաղթականի տրամաբանությունը եւ 2025 թվականը առաջին տարին է երրորդ հանրապետության պատմության մեջ մեր անկախությունից ի վեր, երբ որ Հայաստան վերադարձած քաղաքացիների թիվը գերազանցում է Հայաստանից մեկնած քաղաքացիների թվին։ Սա մեծ իրադարձություն է ժողովուրդ, որովհետև արտագաղթը դադարել է ի վերջո։ Արտագաղթը Հայաստանի Հանրապետությունից դադարել է եւ ներգաղթ է սկսվել դեպի Հայաստանի Հանրապետություն։ Սա այն նպատակներ, այն նպատակներից մեկը, որը մենք հետապնդում էինք։ Եվ սա նաեւ նրա արդյունք է, որ ի վերջո հաստատվեց իրական Հայաստանի գաղափարախոսությունը, որը ասում է, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդ հայրենիք փնտրելու կարիք չկա, հայրենիքներ փնտրելու կարիք չկա, որովհետև մենք գտել ենք մեր երազանքների հայրենիքը, եւ մեր երազանքների հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է։ Հայաստանի Հանրապետությունը իր միջազգայնորեն ճանաչված տարածքով։ Եվ մենք այսօր պետք է կենտրոնանանք մեր երկրի պետական շահերի սպասարկման վրա, իսկ երկրի պետական շահերը մի բան են նշանակում։ Ընդհանրապես մենք պետք է հասկանանք, թե ինչի համար է Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանի Հանրապետությունը մեզ համար ոտի տեղ է այլ հայրենիք ունենալու համար, թե Հայաստանի Հանրապետությունը այն հայրենիքն է, որի մասին մենք երազել ենք եւ որին հասել ենք։ Մեր քաղաքական առանցքային ուղերձը հետևյալն է, որ հայրենիքը պետությունն է, մեր պետությունն է մեր հայրենիքը, հայրենիքի պետությունից դուրս հայրենիք գոյություն չունի, որովհետև եթե պետությունից դուրս գոյություն ունի հայրենիք, ինչքան ուրիշ պետությունները մեզ համար կարող են դիտվել հայրենիք, այնպես էլ ուրեմն մեր պետությունը ուրիշի համար կարող է դիտվել հայրենիք։ Մենք պետք է տնավորվենք, մենք պետք է տուն նստենք եւ դեգերումների տրամաբանությունից դուրս գանք։ Եվ այսօր իմ տպավորությամբ Հայաստանի Հանրապետության վրա այդ տնավորված լինելու, տուն հասնելու հանդարտությունն է իջել, եւ մենք այդ հանդարտությանը պետք է տեր կանգնենք։ Այսօր կան ուժեր, ովքեր չեն թողում, որ չեն ուզում թույլ տալ, որ Հայաստանի Հանրապետությունում ի վերջո հաստատվի տուն հասնելու, տուն հասածի, տնավորվածի զգացողությունը։ Եվ միլիոններ են ծախսում ցույց տալու համար, ապացուցելու համար, թե 300,000, թե չգիտեմ քանի ադրբեջանցի է գալու Հայաստան։ Մենք այդ թեմաները փակել ենք անվերադարձ, փակել ենք բոլոր կողմերից, որովհետև մենք ասել ենք, որ Բաքվից, Սումգայիթից, Կիրովապաթից, Ղարաբաղից, մյուս տեղերից հեռացած հայերի վերադարձի օրակարգ մենք պետք է չդնենք, որովհետև երբ որ նման օրակարգներ դրվում են, բացվում են հայելային օրակարգեր, մենք պետք է, եւ սա հերթական հանցանքն է Ղարաբաղի ժողովրդի համար, որովհետև այսօր մենք միլիարդներ ենք ծախսում, որպեսզի Ղարաբաղի ժողովուրդը տնավորվի Հայաստանում, ի վերջո հանդարտվի,
հասկանալով, որ իր հայրենիքը իր պետությունն է, բայց այսօր պատերազմի եռագլուխ կուսակցությունը ամեն ինչ անում է, որ Ղարաբաղի ժողովուրդը, նաև Ղարաբաղի ժողովուրդը չհանդարտվի, որովհետև խաղաղությունը ժողովուրդ, նաև ներքին խաղաղությունն է, որովհետև մենք երկար ժամանակ արտաքին խաղաղության հետ չենք ունեցել նաև ներքին խաղաղություն, որովհետև չենք ունեցել այն զգացողությունը, որ Հայաստանը մեր վերջնական հանգրվանն է, Հայաստանի Հանրապետությունը մեր վերջնական և հազարամյա հանգրվանն է, և մենք այսօր հազարամյակների պլաններ պետք է կառուցենք մեր պետության միջազգայնորեն ճանաչված տարածքում, որովհետև էդ այն երաշխիքը, որ մենք Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն կկարողանանք սերնդեսերունդ փոխանցել հարյուրամյակով, հազարամյակով և հազարամյակ ասելիս մենք միշտ հետ ենք նայել, որովհետև չենք պատկերացրել մեր դիմացը հազարամյակ, այսօր մենք հազարամյակ ասելիս քաղում ենք նախորդած հազարամյակի դասերը և մեր առաջ կառուցում ենք հազարամյա պլաններ, այդ հազարամյա պլանները կարող են գոյություն ունենալ մի պարագայում, երբ որ մենք կենտրոնանանք հայրենիքը պետությունն է հայեցակարգի վրա, որովհետև հայրենիքը պետությունն է նաև այնքանով, որ հայրենիքը պետությունը սեփական ժողովրդի անվտանգությունը և բարեկեցությունը ապահովելու միջոց է։ Այս տրամաբանությամբ պետք է մենք առաջնորդվենք առաջիկայում և սրա մասին է, սրա համար է իրական Հայաստանի գաղափարախոսությունը։ 90-ականների սկզբից, երբ որ մարդիկ արտագաղթում էին, այդպիսի մի մեղադրանք կար, որ մարդիկ առաջնորդվում են որտեղ հաց, այնտեղ կաց կարգախոսով։ Եվ մենք մեղադրանք ենք նույնիսկ ասում ենք, դե մարդիկ առաջնորդվում են որտեղ հաց այնտեղ կացով և հացի հետևից գնում են Հայաստանի տարածքից դուրս։ Մենք մեզ հարց չենք տալիս, բա մի րոպե, բա մեր պետության մեջ հաց ինչի չկա, ինչի հաց չկա։ Եվ մենք այս տրամաբանությունն ենք փոխել, այս կարգախոսն ենք փոխել, ասելով, որ այստեղ պետություն, այստեղ հաց, այստեղ հայրենիք, այստեղ կաց, նկատի ունենալով, որ պետությունը առաջին հերթին հաց ստեղծելու միջոց է, պետությունը հաց ստեղծելու միջոց է և ոչ թե պետությունից հացի հետևից գնալու միջոց։ Եվ 2025 թվին առաջին անգամ Հայաստանի քաղաքացիների վերադարձը Հայաստան ավելի է եղել, քան Հայաստանի քաղաքացիների հեռանալը։ Այսինքն 2025 թվականին արտագաղթը դադարել է Հայաստանից, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, արտագաղթը դադարել է և սկսվել է ներգաղթ, ինչի առիթով շնորհավորում եմ բոլորիդ, շնորհավորում եմ բոլորիս։ Եվ հետևաբար մեր ընտրությունը խաղաղության և կոնֆլիկտի մեջ է։ Այսօր մարդիկ ինձ մեղադրում են, ասում են, ինչի է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված քարտեզը տարածում և պահում իր գլխավերևում կամ իր կրծքի մոտ, ասում են թող ծովից ծով Հայաստանի քարտեզը բանանի տպի։ Ու դա ասում է Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարը, ում ընտանիքի ոչ մի անդամ Հայաստանի սահմանի պաշտպանության համար մի հատիկ կրակոց չի արձակել։ Նրանք Հայաստանի սահմանին մի հատիկ կրակոց չեն արձակել, բայց նրանք կրակոցներ արձակել են Կոտայքի մարզում, Աբովյանում, Առինջում, Ծաղկաձորում, չգիտես ուր, և նրանք եկել են, որովհետև այդ ով ծովից ծով Հայաստանի մասին խոսում է, իրանք բոլորը Հայաստանից դուրս ունեն վիլլաներ, ունեն տներ, իրական Հայաստանի գաղափարախոսությունով ստեղծել է
Հայաստանի Հանրապետությունից դուրս ոչ տուն ունի, ոչ էլ ուզում է ունենալ, ոչ էլ երբևէ ունենալու է։ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետությունը մեր տունն է, Հայաստանի Հանրապետությունը մեր տունն է, եւ մենք այս տանը ոչ միայն պիտի ապրենք ազատ, երջանիկ, բարեկեցիկ, այլև այս տունը որպես ժառանգություն պետք է փոխանցենք մեր սերունդներին դարեդար ու հազարամյակով։ Այս հարցը պիտի լուծեք դուք Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ։ Եվ այս տան տրամաբանությունն է, որ այսօր Հայաստանում կառուցվում են դպրոցներ, որոնք որպիսին չեն եղել Հայաստանի պատմության ողջ ընթացքում։ Ովքեր հարցականի տակ են դնում, թող գնան տեսնեն Հրազդանի թիվ 2 միջնակարգ դպրոցը, որը զրոյից կառուցվել է։ Հայաստանի պատմության մեջ չեն եղել այդպիսի դպրոցներ։ Իսկ ինչու կան այսօր այդպիսի դպրոցներ։ Մի պարզ պատճառով, որ այսօր շատ առանցքային մի բան է փոխվել Հայաստանում։ Պետությունը սիրում է իր քաղաքացուն, եւ քաղաքացին սիրում է իր պետությունը։ Պետությունը սիրում է քաղաքացուն եւ քաղաքացին սիրում է պետությունը։ Սա է փոխվել Հայաստանի Հանրապետությունում։ Եվ սերն է այն առանցքային գործոնը, որ այսօր մեզ մղել է այն բոլոր որոշումներին, որ մենք կայացրել ենք։ Մենք հասկացել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է դուրս բերենք կոնֆլիկտի թակարդից, եւ մենք Հայաստանի Հանրապետությունը դուրս ենք բերել կոնֆլիկտի թակարդից։ Այսօր նաեւ դրա շնորհիվ է, երբ որ մենք ունենք վստահություն խաղաղության նկատմամբ, նաեւ դրա շնորհիվ է, որ մենք միայն 2026 թվականին 70 միլիարդ դրամ ավել ծախսելու ենք միայն թոշակների բարձրացման վրա, 70 միլիարդ դրամ։ Հայաստան տան հայեցակարգը դրա մեջ է, որ Հայաստանում այսօր միջին թոշակը ավելին է, քան նվազագույն սպառողական զամբյուղը։ 2018 թվականին, երբ որ ես վարչապետ եմ ընտրվել, Հայաստանում նվազագույն թոշակը եղել է 16000 դրամ։ Այսօր նվազագույն թոշակը 46000 դրամ է, չհաշված անկանխիկ առևտրից հետվճարի համակարգը։ Այսօր 65+ եւ մինչեւ 18 տարեկան երեխաների առողջության ապահովագրությունը հոգում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն։ Այսօրվա դրությամբ մենք շուրջ 130 միլիոն դոլար 2026 թվականի ընթացքում շուրջ 130 միլիոն դոլար տրամադրել ենք մեր մինչև 18 տարեկան երեխաների եւ 65+ թոշակառուների առողջապահության կարիքների։ Այսօր մենք ավարտին ենք հասնում 300 դպրոց եւ 500 մանկապարտեզ ծրագիրը։ Այսօր մենք դպրոցներում մեր նորակառույց եւ հիմնանորոգված մի կարգախոս ենք տալիս մեր աշակերտներին, ասում ենք լավ սովորի, որ լավ ապրես, բանալի բառը ապրելն է, մյուս բանալի բառը լավ ապրելն է, որովհետև մենք ի վերջո հաղթահարել ենք մաքարման եւ գոյատևման օրակարգը եւ Հայաստանի Հանրապետությունը մտել է զարգացման օրակարգի մեջ։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը ծաղկում է բոլորի աչքի առջև։ Այսօր ծաղկաձորն է ծաղկում բոլորի աչքի առջև։ Եվ սրա մասին է իրական Հայաստանը։ Բայց նաեւ շատ կարեւոր է, որ մենք հասկանանք, թե ինչպես եւ ինչով ենք այս բոլոր ծախսերը անում։ 300 դպրոց, 500 մանկապարտեզ, թոշակների ավելացում, առողջության ապահովագրություն, մենք այդ թվում ոչ մի րոպե չենք մոռացել 2018 թվականից ձեզ տված խոստումը թալանվածը վերադարձնել։ Մենք 2018 թվականից շուրջ 8 միլիարդ դոլարի հարկային եկամուտներ լրացուցիչ, գույք, ապօրինի ձեռք բերված, նյութական միջոցներ եւ դրամական միջոցներ ենք վերադարձրել պետությանը։
Մենք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ապահովել ենք պետական բաժնեմաս եւ 2018-ից 2026 թվականը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 300 միլիարդ դրամով ավելի գումար է վճարել պետական բյուջե, քան նախորդող տարիների շրջանում։ Մենք ֆինանսների նախկին նախարարի տունն ենք Ամերիկայի Միացյալ Նահանգներում հանել վաճառքի, դա մեր դատախազության հայտով, եւ հիմա վաճառքի գնի 70%-ը Հայաստանին բյուջե փոխանցվելու գործընթացի մեջ է։ Ինչի 70%-ը, որովհետև այդպիսին են Միացյալ Նահանգների օրենսդրության առանձնահատկությունները։ Մենք Կոտայքի նախկին մարզպետի առանձնատնունն ենք վերադարձրել պետությանը եւ ժողովրդին։ Հիմա նա արդեն նրա սեփականությունը չի, այլ Հայաստանի ժողովրդի սեփականությունն է եւ այսօր շատ շուտով այդ առանձնատանը կլինի ծերերի խնամքի կենտրոն եւ մենք այս դրամաբանությամբ հատիկ առ հատիկ քաղաքականությունը տանելու ենք միջև վերջ, ինչպես նախկինում ասել եմ, հատիկ առ հատիկ վերադարձնելու ենք եւ ամբողջ թալանվածը վերածառայեցվելու է Հայաստանի ժողովրդի բարեկեցությանը։ Այս ամեն ինչը իհարկե շատ կարևոր է, Միչայլոց, առաջիկայում շատ մեծ իրադարձություն է սպասվում եւ այդ իրադարձությունը մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում կազմակերպվելիք զորահանդեսն է։ Մենք այդ զորահանդեսը չէինք պլանավորում անել, բայց այնքան բամբասանքներ եւ զրպարտություններ տարածվեցին բանակի մասին, մենք ի վերջո եկանք այդ եզրակացության, որ պետք է հաշվետվություն տանք ժողովրդին, թե ինչ են կարել բանակի հետ կապված, որովհետև խաղաղությունը խաղաղություն, բայց խաղաղության համար շատ կարևոր է ունենալ ուժեղ եւ պաշտպանունակ բանակ, որովհետև պաշտպանունակ բանակ չունենալը կարող է գայթակղիչ լինել ագրեսիայի համար։ Բայց ես նախ ուզում եմ, բաներ կան, որ մենք չենք կարող բերել Հանրապետության հրապարակ եւ մասնավորապես այն տասնյակ ամրացված շրջանները, որոնք կառուցվել են մեր սահմանին։ Այսօր մեր սահմանի երկայնքով տասնյակ ամրոցներ են կառուցվել, որոնք տասնամյակներով եւ հարյուրամյակներով ծառայելու են Հայաստանի պաշտպանունակությանը։ Միևնույն ժամանակ էականորեն բարելավելով դիրքերում եւ սահմանին ծառայության որակը։ Այդ պաշտպանական ամրացված շրջանում լոգարաններ կան, խոհանոցներ կան, հանգստի սենյակներ կան, էլեկտրոնային վերահսկողության համակարգեր կան, բայց ես ուրիշ բանի մասին եմ ուզում պատմել ձեզ, որի մասին ենթադրում եմ մի մասը գիտեք։ Մենք պաշտպան հայրենիա ծրագիրն ենք ներդրել բանակում եւ 18 տարեկան զորակոչիկները գնում են 6 ամիս վերապատրաստման արդյունքում ատեստավորվում են, պայմանագիր են կնքում, մարտական հերթապահությունից դուրս գիշերում են քնում են իրենց տներում եւ ամիսը կախված իրենց ատեստավորման տոկոսից 300, 400, 500, 600 հազար դրամ փող են տանում ամիսը իրենց տուն։ Նախկինում եթե զինվորի ծնողը պետք է մտածեր ոնց Նասկի եւ քաղցրավենիք ուղարկի, գուլպա եւ քաղցրավենիք ուղարկի իր ծառայող զավակին, այսօր պաշտպան հայրենիացով ծառայող զինվորը իր հայրական տունը եւ ընտանիքն է պահում։ Եվ ծառայության ավարտից հետո էլ 5 միլիոն դրամ լրացուցիչ պարգևավճար ստանալու։ Այսօր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտները, որ կավարտեն սպայական կոչում կստանան եւ նշանակում կստանան բանակում, բնակարան են ստանում պետության կողմից սեպտեմբերի 1-ից։ Այսօր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ուսանողները 170,000 կրթաթոշակ են ստանում։ Մոնտեմելքոնյանի անվան վարժարանի սաները 40 ավագ դպրոցա դա 45,000
դրամ կրթաթոշակ են ստանում։ Բայց վերադառնալով զորահանդեսին, ես ուզում եմ նախորդող շրջանի մասին ձեզ եւ այսօրվա վիճակի մասին պատմել։ Մեր հրետանու առանցքը բանակի գոյության ողջ ընթացքում եղել է D30 հրանոթը։ Բայց Հայաստանը D30 գործարանային արտադրության հրանոթ առաջին անգամ ունեցել է 2023 թվականին։ Այսինքն առաջին անգամ 2023 թվականին ա եղել, որ Հայաստանը ունի D30 հրանոթ, որ գործարանից դուրս ա եկել է Հայաստան։ Սերժ Սարգսյանը, որ ասում է 80-ականների զենքեր, այդ գլուխ ա գովացել։ Այդ զենքերը 80-ականների չեն եղել։ 70-ականների են եղել, 60-ականների են եղել, 50-ականների են եղել։ Ու մեզ մեղադրում են, ասում են բանակը քանդեցինք։ Մենք բանակ չենք քանդել, մենք քանդված բանակը, որը պատկերացնում եք, մենք նոր մեր զենքերի 70%-ը եղել է մեզ նվիրած զենք։ Մենք փող չենք տվել դա առել։ Մեզ նվիրած նեկանդիցիոննի զենք, այսինքն որը արդեն գործածումից դուրս գալու եզրին, կամ էլ գործածությունից դե ֆակտո դուրս ա եկել մի քանի ռեմոնտով կյանքը երկարաձգում ենք։ Բայց առաջին անգամ 2023 թվականից հետո է, որ մեր երկիրը ունի D30 գործարանային արտադրության հրանոթ, այսինքն մենք առաջին օգտագործողն ենք այդ զենքի։ Բայց զորահանդեսում դուք կտեսնեք D30 հրանոթը եւ կտեսնեք այն նոր հրետանին, որը մենք ձեռք ենք բերել։ Բնականաբար բոլորը գործարանային արտադրության։ Մենակ չափերը կհամեմատեք իրար հետ։ D30 էլի հիշեցնում եմ, մեր առանցքային հրետանին ա եղել։ Հիմա երբ որ զորահանդեսում կանցնի, դուք կնայեք նորի եւ հնի չափերը, D30-ի եւ նոր հրետանու չափերը, եւ ձեզ համար ամեն ինչ պարզ կլինի։ Իմիջայլոց նաեւ ուզում եմ ասել, որ զորահանդեսով երբ որ տեխնիկան անցնի, Հանրապետության հրապարակով անցնելու է, բայց չի հեռանալու։ Ես հանձնարարել եմ, որպեսզի Տիգրան Մեծ պողոտայում մինչև ժամը 12-ը, այսինքն կեսգիշեր, այդ ամբողջ տեխնիկան մնա, որպեսզի մարդիկ գան տեսնեն։ Այդ էլ ինչի՞ց եղավ այդ գաղափարը։ Էրեբունի վարչական շրջանում խոսում էինք, մի քաղաքացու հետ խոս բացվեց, ասի դե զորահանդես բանակի մասին էր խոսում։ Ասի դե զորահանդես ենք անելու, ասեց հա լավ գիտեմ ինչ եք անելու, բան ասում ինչ ենք անելու։ Դա ասեց հեսա մակետները բերելու եք, բանի կամերաների դեմով անցկացնեք, վզոցնելով տանեք, ոչ մեկ չենք ջոգելու, այդ ինչ էր, իսկական էր, իսկական չէր։ Շատ ծանր ազդեց այդ խոսակցությունը ինձ վրա, ես ասեցի լավ ոնց լուծեմ էս, եթե մի հոգի ասում է, հեսա բարձա չէ, որ խոսվում է դա։ Դրա համար որոշեցի, որ զորահանդեսից հետո Տիգրան Մեծ պողոտայում ամբողջ տեխնիկան, ինչ որ ցուցադրվում է, կշարվի, որպեսզի մարդիկ մինչև երեկո գան, նայեն, տեսնելու հնարավորություն ունենան, եւ իմ կանխատեսումն է նա, որ այդ ամեն ինչը տեսնելուց հետո մարդիկ քեֆ անելու ցանկություն են ունենալու, որովհետեւ տեսնելու են իրենց նոր բանակը, որը նորա հագուստով, ռազմական տեխնիկայով, ընդ որում ցուցադրվող ռազմական տեխնիկայի մի մասը օտար երկրա արտադրությունն է, բայց շատ կարևոր մի հատված էլ Հայաստանի Հանրապետության արտադրությունն է։ 2018 թվականից մենք 170 միլիարդ պատվեր ենք տեղադրել Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրում։ Եվ մենք այսօր ունենք ռազմարդյունաբերական համալիր։ Մենք 2017 թվականի համեմատությամբ 2.7 անգամ գիտության ֆինանսավորումն ենք ավելացրել։ Գիտության ոլորտում մինչև 300% աշխատավարձեր ենք ավելացրել։ Եվ արդյունքում այսօր Հայաստանի Հանրապետությունը արդեն մի քանի հատ հաջող արտահանումներ իրականացրել միջազգային շուկա։ Հայաստանի Հանրապետությունը մտել է զենքի միջազգային շուկա ոչ միայն որպես գնորդ, այլև որպես վաճառող։ Եվ սա մի իրադարձություն է, որի կապակցությամբ
ձեզ բոլորիդ շնորհավորում եմ։ Բայց այս ամեն ինչը ժողովուրդ ջան, մեզ պետք չի պատերազմի համար, մենք չենք պատերազմվում պատերազմի, մենք պատրաստվում ենք խաղաղության, եւ Հայաստանի Հանրապետությունում հաստատված է խաղաղություն եւ ամենամեծ առիթը ձեզ շնորհավորելու հենց հաստատված խաղաղությունն է, արդեն 2 տարուց ավելի Հայաստանի Հանրապետությունը սահմանին ոչ զոհ ունի, ոչ վիրավոր, 2 տարուց ավելի ոչ զոհ եւ ոչ էլ վիրավոր, եւ ես շնորհավորում եմ բոլորիդ այդ առիթով։ 2025 թվականը առաջին օրացուցային տարին է, որ Հայաստանի մենք ոչ զոհ ունենք, ոչ վիրավոր։ Անկախությունից ի վեր ամեն տարի մենք սահմանին ունեցել ենք զոհեր եւ վիրավորներ, եւ մենք այսօր հաղթահարել ենք կոնֆլիկտը, մենք Հայաստանը դուրս ենք բերել կոնֆլիկտի թակարդից եւ հասել ենք խաղաղության, եւ առաջիկա ընտրությունների հիմնական հարցը հետեւյալն է՝ ի վերջո Հայաստանի ժողովուրդը տեր կանգնելու է խաղաղությանը, թե տեր չի կանգնելու խաղաղությանը։ Եվ ես ասում եմ, որ մեր 9 ամսյա խաղաղությունը մեր 9 ամսյա խաղաղությունը նման է 9 ամսյա երեխայի։ 9 ամսյա երեխան ցանկացած տանը, որտեղ կա 9 ամսյա երեխա, այդ ընտանիքի ամենակարևոր անդամն է, ճիշտ է, 9 ամսական երեխան, պապիկներ, 9 ամսական երեխան, այդ ընտանիքի ուրախությունն է, ճիշտ է։ Եվ այսօր էլ խաղաղությունը Հայաստանի ամենակարևոր ներկայությունն է եւ խաղաղությունն է, որ փոխել է մթնոլորտը Հայաստանի Հանրապետությունում։ Հայաստանի Հանրապետությունը այլևս դարդոտած երկիր չի, Հայաստանի Հանրապետությունը ուրախ երկիր է, Հայաստանի այդ թվում զբոսաշրջային առումով։ Ծաղկաձորը զգում է, որ Հայաստանում այս տարի հունվար-ապրիլին զբոսաշրջիկների թիվը մոտ 34%-ով ավելացել է։ Զգում է Ծաղկաձորը, թե չի զգում։ Հա, զգում է, թե չի զգում։ Եթե զգում է, ծափ տվեք, եթե չի զգում, ծափ մի տվեք։ Բայց 9 ամսական խաղաղությունը 9 ամսական երեխայի հետ ունի եւս մեկ ընդհանրություն։ Եթե նրա նկատմամբ հոգ չտանենք, այդ երեխան չի ապրի։ Եվ այսօր պատերազմի եռագլուխ կուսակցությունը մեզ ասում է եկեք այդ երեխային հանձնենք ուրիշի խնամքին, եկեք երեխային հանձնենք որբանոց, մենք համաձայն չենք, որովհետև դա նշանակում է այդ երեխայի, այսինքն մեր ճակատագիրը հանձնել ուրիշի խնամքին։ Մենք ի վերջո հասել ենք մեր ճակատագրի ղեկին, այսօր մեր ճակատագրի ղեկը մեր ձեռքում է, եւ այդ ճակատագրի ղեկը մեր ձեռքում պահելու միակ միջոցը տեր կանգնելն է խաղաղությանը։ Էսա պատճառը, որ ես ձեզ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կոչ եմ անում 2026 թվականի հունիսի 7-ին գնալ ընտրական տեղամասեր եւ տեր կանգնել խաղաղությանը, գործելով հետեւյալ տրամաբանությամբ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Չի հնչում։ Երեխեք լաուկնեք։ Էսում հավաքն կարող է 16-ի հավաքը չի, եթե սխալ տեղը եկեք, ասեք գնամ գտնեմ ճիշտ տեղը որտեղ է։ Եվ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Բայց շատ կարևոր է արձանագրել, թե ինչ են քվեարկում 16-ին, որովհետև սա պաշտոնի կռիվ չի, սա թորի կռիվ չի, սա պայքար է հանուն պետության, հանուն անկախության, հանուն խաղաղության։ Եվ այդ է պատճառը, որ պետք է քվեարկենք 16-ին, 16-ին պիտի քվեարկենք, որովհետև պետությանը տեր ենք, անկախությանը տեր ենք, ապագային տեր ենք, խաղաղությանը տեր ենք, Ծաղկաձորին տեր ենք,
Կոտայքին տեր ենք, Երևանին տեր ենք, Հայաստանի Հանրապետությանը տեր ենք, փառք նահատակների եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Բայց կա նաեւ մի ուրիշ հանգամանք։ Հայաստանի քաղաքացին այս հանգրվանում պետքա իր ուժը զգա, իր արժեքը եւ իր դերը զգա։ Այսօր հիշել էի, որ երբ որ ես ընդդիմադիր քաղաքական գործունեությամբ էի զբաղվում եւ մարդկանց հրավիրում էի հեղափոխություն անելու 2007-8 թվերին, 13-14 թվերին եւ խոսում էի փոփոխությունների անհրաժեշտության մասին, մարդիկ ասում էին, հա, ճիշտ բան ես ասում, լավ բան ես ասում, բայց չի լինի։ Ասում են, ինչի չի լինի, որովհետեւ դե չեն գա, ուրիշները չեն գա, չեն պաշտպանի։ Ես ասում եի, ուրիշների հետ գործ չունես։ Յուրաքանչյուրը թող ասի իր մասին, ինքը ինչ է ընտրում, ինքը տեր կանգնում է խաղաղությանը, թե տեր չի կանգնում։ Եվ էլի եմ ասում, շատ կարևոր փոփոխություններից է, որ այն ժամանակ հիշում եք, որ խոսույթ կար, որ երկիրը երկիր չի, ժողովուրդը ժողովուրդ չի, ես ասում եմ, երկիրը երկիր է, ժողովուրդը ժողովուրդ է, քաղաքացին էլ քաղաքացի է։ Եվ այսօր յուրաքանչյուրը պետք է հստակ առերեսվի այն փաստի հետ, որ ապագան, խաղաղության ապագան, պետության ընթացքը, խաղաղության հետագա ճակատագիրը կախված է մի մարդուց, պատկերացնում եք, ընդամենը մի մարդուց։ Եվ այդ մեկ մարդը դու ես, եւ 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 այդ մեկ մարդը դու ես, ով այդ մեկ մարդը թող ձեր բարձրացնի, ուզում եմ տեսնեմ այդ մեկ մարդու ձերքը, եւ ահա այս մարդկանց հավաքական ամբողջությունն է, որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ, արժանապատիվ եւ որ ամենակարևորն է պետականատեր ժողովուրդ, պետականատեր ժողովուրդ, եւ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետեւ պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Ծաղկաձորին, Կոտայքին, Երևանին, Հայաստանի Հանրապետությանը, փառք նահատակների եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։